Ողջույն բարեկամներ, այսօր կարևոր նորությունները շատ են եւ ես ուզում եմ սկսեմ ամենակարևորից։ Ասենք կարծես թե վերջնակետ դրվեց այն խնդրին, որը կոչվում էր Թրամփի իլյուզիաներ, որը գալով իշխանության որոշեց, որ ինքը կարող է նոր կարգ հաստատել աշխարհում, որոշի ով իրավունք ունի հաղթելու, ով իրավունք չունի հաղթելու, ով իրավունք ունի ապրելու, ով իրավունք չունի ապրելու, մասնավորապես դա վերաբերում էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի խնդրին, իսկ մենք շատ լավ հասկանում ենք, եթե հանկարծ Ռուսաստանը կարողանա իրականացնել այն ինչ որ որոշել է իրականացնել Ուկրաինայում, Հայաստանի մասին կարելի է ուղղակի մոռանալ։ Եվ այսպես Պուտինը չգնաց Ստամբուլ եւ մերժեց Զելենսկուի հետ հանդիպումը։ Սա կանխատեսելի է ի սկզբանե, առնվազն ինձ համար, որովհետև ինչ էր ասելու եւ ինչի շուրջ պետք է բանակցեր։ Պատերազմի դադարեցում ոչ մի դեպքում։ Պատերազմի դադարեցումը Պուտինի եւ Ալիևի համար պետք է հասկանանք, որ նրանք նույն ռեժիմներն են։ Դա նման է հավասար է իշխանության կորստի, որովհետև միակ բանը, որ նրանց կարողանում է պահել իշխանության ղեկի, դա մշտական ագրեսիվ թշնամու արկայությունն է, որի շուրջ իրանք կարողանում են համախմբվել իրենց պատկերացած հասարակությունը։ Կոնկրետ Ալիևի մոտ դա նոր տարածքների գրավումն է Հայաստանից, նոր ինչ որ պայմանների պարտադրումն է Հայաստանին, այսօր ես Յունուսին էի լսում Գարդոնի հետ։ Սոսկալի է նրանց պատկերացումները դեռ ինչ ապենալու Հայաստանից, ես դες ասեմ, Յունուսը պարզ ասում է, որ Հայաստանը իրականում 8000 քառակուսի կիլոմետր է։ Այն ինչ որ կա դրանից դուրս, դա Ադրբեջանինն է։ Սա պետք է հասկանալ ընկալել մի բան, որ իրանց նպատակը դա է ոչ թե պայմանագիր ստորագրել թեկուզ 27000 կամ 29700 քառակուսի կիլոմետրի վրա, հա, չէ, իրենք Հայաստանը տեսնում են 8000 քառակուսի կիլոմետրի վրա, այն էլ բնականաբար դա այդ Հայաստանը չի կարող ապրել գոյություն ունենալ։ Այդ Հայաստանը կարող է լինի կամ Ռուսաստանի կազմում, կամ ընդհանրապես գոյություն չունենա։ Հա, ինչ եմ այս երկուսը մի տեղ բերում, որ այն պահին, որ հանկարծ ունեցավ Պուտինը հաջողություն այդ պատերազմում, հա, նա կարողացավ կապիտուլացնել Ուկրաինային, հաջորդ զոհը լինելու է Հայաստանը։ Միայն այն հանգամանքը, որ Հայաստանը դեռ կարողանում է ինչ որ ձև դիմակայել է Զանգեզուրի միջանց կոչված բացմանը, այս կապիտուլյացիոն նոր պահանջների, որը հնչեցնում է Ալիևը, դա այն է, որ Ռուսաստան ուղղակի խլվել մնացել է Ուկրաինայում, չի կարողանում այնտեղից դուրս գալ, եւ Եվրոմիությունը կարողանում է ինչ որ ձևով սա պահել, որովհետեւ ես սա չեղավ, վստահ եղեք, ինչպես 44 օրյա պատերազմներ իր արդյունքներով, այնպես էլ մի բան կմոլդոնեն Հայաստանի նկատմամբ, ու Հայաստանը կդառնա առնվազն գուբերնիա, այն էլ պետք է ասես ձևակերպեն, դուք պիտի խնդրեք, որ դուք դառնաք գուբերնիա, ասենք 8000 քառակուսի կիլոմետրի վրա, 8000 քառակուսի կիլոմետր, կամ 10000, կամ 12000, էական չի, բայց այս Հայաստանը չի դիտարկվում ոչ մի ձևով։ Ինչ որ մի բան անպայման պետք է լինի Ռուսաստանի համար, որ ինքը զորք ունենա պահելու, մնացածը իրենք կիսելու են թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Որպեսզի սա չլինի, մեր բոլորի համար շատ կարևոր է, որ Պուտինը պարտվի հենց Ուկրաինայում։ Ու այսօր ամենակարևոր լավ նորությունը վերջի 3 ամսվա, ինչ Թրամփ եկել է իշխանության, նա է, որ այսօր դրվեց այդ վերջարկետը։ Իհարկե ոչ Թրամփի համար։ Թրամփը դեռ ոնց որ թե շարունակում է հաճույք ստանալ նվաստացումների այն շարանից, որը իրականացնում է Պուտինը իր նկատմամբ։ Բայց Թրամփի ադմինիստրացիան այլևս այն ակտիվությամբ եւ այն պիոներական բանով, հա, այն ոգևորությամբ չի խոսում Պուտինի հետ ինչ որ հարաբերություններ կամ պայմանավորվածություններ ունենալու մասին։ Միակ մարդը, որ սկսել մնացել է, որ խոսում է, դա Թրամփն է։ Ինձ թվում է Թրամփը կամ հաճույք է ստանում, որ իրան նվաստացնում են, կամ այնքան խորքային կախվածության մեջ է, որ ինքը չի կարողանում ուղղակի այդ վիճակից դուրս գալ։ Բայց իրեն դնում եք մի կողմ, այլ ոչ մի արգումենտ եվրոպացիների նկատմամբ չի աշխատելու, որ պետք չի Ուկրաինային օգնել եւ պետք է իրան պարտադրել
խաղաղությամբ։ Ոչ մի ադմինիստրացիա, Տրամփի ադմինիստրացիայից ոչ մեկը բարձրացնել չի կարող Ուկրաինային կամ էլի Եվրոպային այդ նույն ինտոնացիայով ինչ որ մինչև ասում, էլի պարտադրի դա, որովհետև բարձ դարձավ, որ հնարավոր բոլոր զիջումների գնալով հանդերձ Ուկրաինայի նկատի ունեմ, էլի Պուտինն ապացուցեց, որ իրան խաղաղություն պետք է ավելի շատ, ավելին ասեմ, իր պատկերացած խաղաղությունը դա Ուկրաինայի վերացումն է եւ ընդհանրապես սովետական միության ստեղծումն է իր պատկերացած խաղաղությունը, որտեղ ինքը շարունակում է մնալ նույն գազանը, մանավանդ որ հենց այսօր Ռուսաստանը Մոսկվայի կենտրոնում բացվել է Ստալինի արձանը, այսինքն այս ամեն ինչը բերում է մենակ մի բանի, որ իր պատկերացած Ռուսաստանը եւ իր պատկերացած սխեման, սիստեման, համակարգը, որի պետք է ղեկավարի, դա Ստալինյան համակարգն է սովետական միության ստեղծման ձևով։ Դրա մեջ է մտնում եւ Ուկրաինան, եւ Հայաստանը, եւ Վրաստանը, ինչու՞ չէ, եթե կարողանա նաեւ Ադրբեջանը։ Համնացածը որովհետեւ արդեն իր ապակեն։ Բայց ոչ թե միայն, ասենք, ոչ թե ֆեդերատիվ ստատուսով, հա, ոնց որ ասում են Ռուսաստանի ֆեդերատիվ հանրապետություն դեռ կա, ասենք, չգիտեմ, Ադիգեյան կա, Չեչնյան կա, ֆեդերացիա է, էլի, դա ինչ որ ինքնություններ ունի։ Ոչ, Ստալինյան համակարգի տակ։ Ստալինյան համակարգի տակ ու 21-րդ դարում 2025 թվական արձան են կանգնացնում Ստալինին Մոսկվայի կենտրոնում։ Սա նշանակում է մի բան, եթե այդ Ստալինին երկրպագող կա, արձանում երկրպագող կա, նշանակում է այդ երկրի հետ հույս կապելը առնվազն կամ դու չեկիստ ես միջև ուղնուծուցը, կամ դու մազոխիստ, որ քեզ դա դուր է գալիս, ուրիշ ոչ մի բան, կամ ընդհանրապես չգիտես ինչա ստալինիզմը։ Դա է տարբերակը, չէ՞։ Կամ չգիտես ինչա ստալինիզմը։ Մի խոսքով, սա է Պուտինի նպատակը, որը այսօր կարծես թե այն վերջակետն է, որից հետո սկսում արդեն անկում դեպի ներքև։ Իսկ հիմա արագ վերադառնանք հայկական իրականություն։ Եվ այսպես մի հատ նորից հիշացնեմ մենք ինչ կարգավիճակում ենք, բացառվում է, որ որևէ մեկը հույս ունենա, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի եւ պետականությունների շահերին ի հակառակ կամ չհամապատասխանող դեպքում բացառված է ուղղակի չի կարող այդպիսի բան լինել։ Այո, եւ ես ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ այո, պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ զարմանալի է, որ որևէ մեկը կարող է մտածել, որ Հայաստանի կառավարությունը ժողովրդից ստացած մանդատը կարող է օգտագործել ընդդեմ ժողովրդի։ Սա կներեք նույնիսկ ծիծաղելի չէ։ Չի կարող լինել այդպիսի բան։ Ուղղակի չի կարող լինել։ Եվ այսպես, ասես չի կարող լինել եւ արեց ինչ արեց եւ ուսեն ժողովրդի պատասխանը։ Դա ժողովրդի պատասխանն էր Փաշինյան Նիկոլին։ Այսօր Փաշինյան Նիկոլը հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրողներին։ Լսենք ինչ է ասում ադրբեջանցի лидерներին։ Какая общественное телевидение Азербайджана? Давайте, а вы? Тоже да, только вы, да? Давайте два вопроса. Почему будет ли ссылка на декларацию независимости предполагаемой новой конституции? Ну, у нас пока нет проекта по новой конституции, но мы проанализировали нашу конституцию, и мы знаем вопросы, которые поднимает Азербайджан. И очевидно, что и согласно де-юре, согласно решению нашего Конституционного суда, в нашем действующем Конституции нет никаких территориальных претензий к нашим соседям. Это уже... Ես ուղղակի մի անգամից ձեզ խնայելով ռուսերեն թարգմանեմ հայերեն ինչ որ ինքը ասել է, հա, որ մեր ասում էր էլի վերում է սահմանադրական դատարանի բանը եզրակացությունը,
որ սահմանական դատարանն ասել է, որ մեր բանի մեջ, սահմանադրության մեջ, անկախության հռչակագրի մեջ ոչ մի բան պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ, որովհետև խորհրդային Ադրբեջանը անկախ Ադրբեջան է, խորհրդային Հայաստանը անկախ Հայաստան։ Սրան անմիջապես էլի հաջորդեց ժողովրդի պատասխանը Փաշինյան Նիկոլին։ Այս տեքստով ասեմ ինչու։ Որովհետև առնվազն այդ դրա տղա Նիկոլին պարզ չի կարող լինել, որ չի կարող լինել անկախ պետություն, երբ որ նա ուրիշ պետության տիրապետության տակ է գտնում։ Այսինքն օկուպացիաց տարածքը չի կարող լինել անկախ պետություն։ Այս լրիվ կիսում եմ ժողովրդի կարծիքը սրա մասին ու նորից ավելացնում եմ, եւ սա վերաբերում է ոչ թե միայն Փաշինյան Նիկոլին, այլ բոլոր նրանց, ովքեր համաձայն են Փաշինյան Նիկոլին եւ աջակցում են Փաշինյան Նիկոլին։ Թող այսպես սա հնչի։ Ասում են դրանցից ամենաակտիվներից Արսեն Թորոսյանը այսօր հակել էր էջը ու բողոքում էին կանայք բողոքում էին, որ փալաս ոչնչություն Թարսեն Սորոսյանը փակել է Facebook-յան էջը, որովհետև ժողովուրդը մտել է արձագանքեր իրեն, մոտարապես այս տոնանությամբ, ու Արսեն Թորոսյանը իր էջը փակել էր։ Արսեն Թորոսյան կամ Թարսեն Սորոսյան, դոկտոր Մահ, դու կարող ես քո Facebook-յան էջը անշուշտ փակել, բայց քո կյանքի էջը դեռ փակված չի։ Դու դեռ արժանանալու ես նրան, ինչին որ դու դեռ արժանանալու ես։ Հիմա ուզում եմ մի քիչ առաջ գնալ եւ հասնել նաեւ սրանց։ Այս չխանձած խոսին տեսնում եք, ուրեմն ասում ընդդիմությունը նստած ասում հաց ու սոխ է ուտում, Նիկոլ Փաշինյանն էլ համբալ ասեց։ Այ փաստորեն այս չխանձած խոսի տրամաբանության մեջ ուրեմն անդիմություն կոչված է, իրանց անդիմություն ասված է, հա։ Անպայման պետքա նստած հաց ու սոխ ուտի, որ են ասեն չասեն համբալ։ Հիմա այստեղից կարելի է ենթադրել, որ այս քպեականների հետ որոնց ժողովուրդը ճիշտ բնութագրում է, այսինքն մի բան կա, մի վիճակ կա, այ այդ վիճակից որ դուրս են գալի, Նիկոլ Փաշինյանը իրենց կարող ասի համբալ։ Այ եթե նստած խելոք հաց ու սոխ ուտեին, իրանց Նիկոլ Փաշինյանը չէր կարող ասել համել, չէր ասի համբալ։ Հիմա ես առաջարկում եմ, որ այս չխանձած խոզը իր մնացած բոլորը վիճվածքների հետ գրի մի հատ ցուցակ, տա անդիմության ձեռքը, ասի լսեք, այդ ճորտեր, դուք մեր ճորտն եք, չէ՞ ստեղ աշխատում եք, դրանք էլ են, դրանց են եք հեսա հասնելու, հա։ Ուրեմն, այ եթե չեք անի սա, Փաշինյան Նիկոլը ձեզ ասելու է համբալ։ Իրանք էլ կունենան ռեգլամենտ, հենց այդ ռեգլամենտը խախտե, հենց Նիկոլ Փաշինյան դուրս գա ասի, ձեզ վիզը կտրելու եմ, դուք համբալ եք, իրանք պետք է չզարմանան, որովհետև ըստ այդ ռեգլամենտի իրանք տեսած կնեն, այ սա իրանք պետքա չասեին, սա իրանք պետքա չանեին, այ արել են դրա Նիկոլ Փաշինյանը իրանք ասում է համբալ։ Քանի որ արդեն այս պայմաններն է դրված Հայաստանում, հա, ասենք, չգիտեմ, ով ինչ կարող անի, ով ինչ իրավունք անել։ Ես դրա համար էլի մեր ժողովրդի բազմած ձայնին եմ դիմում, իրանց վերաբերմունքը այս խոզին արտահայտելու համար։ Հնչում է, չէ՞, որ ասում են Նիկոլ, իրանք ի նկատի չունեն մենակ Նիկոլին, որ ասում են Նիկոլ դա համակարգն է։ Դրա մեջ է մտնում ամբողջ ՔՊ-ն, ամբողջ իր աջակիցները, իր համար աշխատողները, իրան թաքուն գովազդողները, ինչի թաքուն, նաև բացահայտ, հա, որովհետև այս չխանձած խոզից նաև այսպիսի տեսարաններ էլ լինում։ Նիկոլն այս անգամ էլ պետք է հաղթի ոսող բելի տղային, որպեսզի բելը իշխանության չգա, ասում է Դավիթ Սանասարյանը։ Փաստորեն, ըստ Դավիթ Սանասարյանի, մինչև հիմա ասում Նիկոլը դերի է հաղթել, բելի է հաղթել, հասկանում եք։ Նիկոլը հաղթող ասում է, այս անգամ էլ ինքը պետք է հաղթի, որ հանգարտ այդ ոսողը, այդ բելը, երևի Քոչարյան Ռոբերտին նկատի ունի, հանգարտ իշխանության
չկա։ Ուրեմն ինչ է ստացվում։ Ես որ ասում եմ Քոչարյան Ռոբերտը սա լավագույն փրկիչն է, որ իրան բել ցուցադրելով ասում են այ Քոչարյան Նիկոլ, այդ Քոչարյան Բելին, Քոչարյան Բելին։ Պետք է հաղթի Նիկոլը, էլի հաղթի, նրանց այդ ոսողը իշխանության չկա։ Դե բնականաբար հասկանում եք, չէ, որ արդեն այս խոսակցությունը դարձել է ակտուալ ժողովրդի մոտարապես երևի 4-5%-ի կամ ասենք լավ 10%-ի համար։ Ամեն ժողովուրդ ունի 10% չկրթված, չլվացված, անուղեղ, անհայրենիք, ասենք սենց ուրեմն մեկա իր կերը ով է դնում դեմը։ Ամեն ժողովուրդ կունենա էլի մի 10%, 6%, 7%, էական չի, ես մաքսիմում եմ գցում։ Իրանց էլ ներառում եմ, ես իրանք սասանդարներին էլ բերում եմ տեղ, այսինքն մի լավ 10%, որ հավատում է կամ չի հավատում, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթող տղա է, որ ինքը հաղթեց Բելին։ Իսկ մենք մեր պատմությունից գիտենք Բելին ով է հաղթել։ Բելին հաղթել է մեր Հայկ Նահապետը։ Բասոն ըստ սրանց Նիկոլ Փաշինյանը Հայկ Նահապետն է, որ մեզ փրկում է, այսքան ժամանակ փրկել է։ Ու մենք անշնորհակալներս չենք գնահատում Նիկոլ Փաշինյանի այս հեղափոխական, ես կասեի, սենց ազգանապաստ գործունեությանը։ Սա ինչ եմ ասում, Ժողովուրդ ջան, ինչ եմ ցույց տալի, ես կարող եի եւ չանդրադառնալ սրան, բայց հեսա դիմացը ընտրություններ լինելու վստահ եղեք, որ սնկի նման հեսա բուծնելու են տակից, հողի տակից, էլի այնքան Դավիթ Սանասարյաններ, որոնք բանի նման, Սեյրան Օհանյանի նման, Ռոբերտ Քոչարյանի նման, դաշնակների նման, մնացած տարբեր տեսակի վաճառված եւ վաճառողների նման դուրս են գալու, սկսեն ձեզ մոլորեցնել, մանիպուլացնել եւ դուք էլ հասկանաք մի բան, որ արա Նիկոլին ընտրենք, հանգարց սանք չգա։ Ինչ եմ ասում Սեյրան Օհանյանի նման, բանի նման, որովհետեւ ինչպես Դավիթ Սանասարյանի նման, ես Դավիթ Սանասարյանը գիտեմ, ասում միշտ չի եղել ինքս այնց, չէ՞, բայց ամեն մեկը մի պահից գալի կանգնում է մի կետի վրա, որ կամ կանես մեր ասածը, կամ կգնաս, ինչպես երեք պարզվեց, որ 5 տարի առաջ փաստորեն Սեյրան Օհանյանի տղեն հորադիզում լավ չի պահել իրան, որպես հրամանատար, այ իրան պետքա դատել։ Եվ այս օրերին պատկերացրեք, ակտիվացել է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի 30 տարվա առաջվա, 30 չէ, կներեք, 25 տարվա առաջվա հանցագործությունը, հիշում եք են Պրիվետ Ռոբի թեմաները, որ պապլավոկում են, ծեծելով զուգարում սպանեցին արդուն, ու 1 տարի պայմանական դատեցին Ռոբերտ Քոչարյանի թիկնապահին։ Հիմա այդ գործն են բացում, ինչի համար, բան չկա էլ բան չի մնացել Քոչարյան Ռոբերտի վրա, բացեն, որ ասեն այսի բելն է, արեսել Հայկն է, մեր փրկիչը, ասում եք, բացելու են, ու այս գործերը, այսենց դրված ադարակներում, որպես տեղեկատվական մանիպուլյացիա, որոշների դեպքում նաև շանտաժի գործիք, ինչպես վստահ եմ, որ Դավիթի վրա կա, Սեյրանի վրա կա, մի խոսքով սրանք այնքան հանցագործություններ ունեն դրած իրենց վրա վերցած, հերթով գալու է, հերթով, ոչ մեկ չի բան չի ունում, որ մեկի դեպքում սա ուղղակի տեղեկատվական մանիպուլյացիա է, մյուսի վրա ճշմարտ գործիք է, շանտաժի ինստիտուտը իդեալական աշխատում է Հայաստանում ու ես պետք է ասեմ միակ բանը, որ աշխատել է Հայաստանում իդեալական, դա կառավարությունը չի եղել, դա սոցիալական համակարգը չի եղել, տրանսպորտը չի եղել, դա եղել է շանտաժի ինստիտուտը, շանտաժի կոռուպցիան ինստիտուտը, հասկանում եք, որ ըստ դրա դասավորվել է ամեն ինչ։ Ոնց է այդ շանտաժի կոռուպցիոն ինստիտուտը, թողում են, որ դու լկստվես, չարաշահես քո իրավունքները, ինչպես Սարասյան Դավիթը, հետո վզակոթի տալիս են դնում են մի կողմ, ասում են նայ, ես դու, չէ, ճիշտ է, այո, դա արդեն գիտես ինչա պետք է դեպ չավես, դու գիտես ինչ կլինի հետևանքը, սես մի բան էլ կա, երկրի առաջնորդ ինձ եմ տեսնում, կոշտ եմ գործելու, սկսելու եմ մանկապարտեզից, գիտեք սա ով է,
Սա իմ քաղաքական բարոյական, չի բարոյական չասեմ, sense բան չկա։ Sense բառ չկա, քաղաքական։ Ես այդ Նիկոլ տեսակն է, որ սեփական որդու արյունն է նույնիսկ ուրացել, արյունը։ Արմանած ունի պատերազմներ, ասում է այդ պատերազմը ում համար եք կռվում։ Ընդհանրապես իմ երեխեն ում համար է գնացել այդ պատերազմ։ Դա ձեր հողերը չէ, դուք օկուպանտ եք։ Ես հիմա մոտավորապես եմ ասում, սա իր բառերը չի։ Սա բայց իր միտքն է, հա։ Ու ինքն իրան առաջնորդ տեսնում։ Փաստացի այս մարդիկ այնքան վստահ են, որ մեր ժողովուրդը առաջնորդ պատկերացնում է սենց։ Պետք է լինի կատեգորիկ բարոյազուրկ, մարդկային տեսակի մեջ ստորագույն, սկզբունքների մասին ոնց կարելի է սկզբունքների մասին խոսել։ Սկզբունքների մասին պետք չի խոսել, որովհետև սկզբունքները դա արդեն հնացած արժեզրկված կատեգորիա է, դա ավելավա չունի, որովհետև դա խանգարում։ Օրինակ դա խանգարում է, հա։ Սրանք ուղղակի վստահ են, որ այ հենց այս արժանինքներով պետք է լինի հաջող առաջնորդը եւ հենց այս պայմաններում Գերամ Նազարյանը իրան տեսնում է ապագա առաջնորդ։ Այսինքն կատարյալ բարոյազուրկ, սկզբունքների մասին կյանքում չլսած, սեփական արյունը, որդու արյունը ուրացած, իսկ մի հրեշ, այսինքն եթե Նիկոլը կարա լինի առաջնորդ կներեք, ինքը ինչի չի կարա լինի։ Ինչի, ինքը հասկանում է, որ ինքը տեղ նույնիսկ Նիկոլից գերազանցել է։ Նիկոլը երեխեն ողջ է, ինքը իր երեխուն սպանել է Նիկոլի համար։ Ու հիմա ուզում է ամեն ինչը վայել է, ասում է, մերել է երեխեն։ Հա, բայց չօգտվեմ այս բաներից, հա։ Ու ինքը ծառայում է միջև ուղն ու ծուծը նրան, ով իր երեխուն սպանել է։ Դա բանը վստահ ասում է, ես եմ լինելու հաջորդ բանը։ Արսեն Թովոսյանին բարևներ, ստեղ բարևներ կա իրան։ Երեքապական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայհոյեց բոլոր նրանց, ովքեր նրանց թուրք են անվանում, իր մեկնաբանելով վատ իմաստով։ Ձեր մեկնաբանությունը, ձեր պատասխանը։ Դա Վեյն Աշճանի սրիկայությունն է, հայ ազգի մեջ այսքան ժամանակ չի եղել մի դեպք, որտեղ կարող են ազգային ժողովի գլխավոր ամբիոնից, որտեղ ներկայացնում են մեր հայ ժողովրդին, մեր հայ տեսակը աշխարհում, ինչ որ կայնեն այդ ձևի լկտի արտահայտություն անեն, որտեղ դրա վերաբերյալ կասեմ մի բան, տվյալ պատգամավորին, ես իրան չեմ հաշվում հայ, ես կասեմ մի բան, որ ձեր ղեկավարը Փաշինյան Նիկոլը ասել է, որ ես ված չեմ զգում, որ ինձ թուրք են անվանում։ Հարց ձեզ, դուք իսկ սկսեցիք ված գալը։ Միթե այն է հարցը, որ դուք արդեն Նիկոլ Փաշինյանից հեռանում եք կամ Նիկոլ Փաշինյանն էլ պրիզնա չեք գալի, սենց ասեմ, կներեք, որ դրա համար այդպես արտահայտություն եք անում։ Երկրորդը, ես ձեզ անվանում եմ թուրք, 1։ Դրանից հետո մեզի ով որ կարա անվանի թուրք կամ հայ տեսակին քֆուր տա գլխավոր ամբիոնից, նա համարվում ամենավերջի սրիկան։ Դա իմ կարծիքն է, իմ մարտական ընկերների կարծիքն է։ Ես որպես վիրավոր տղա մարտական գործողություններով անցած տարբեր տարիների 99 թվականից ծառայության մեջ եմ գտնվել, ես մի բան կարամ ասեմ, որ դուք պատգամավոր չեք կարա լինեք, ու ես անձամբ պահանջում եմ ողջ հայ ազգի հայ տեսակից, որ պահանջի ձեր հրաժարման դիմումը։ Դուք պետք է հրաժարվեք, դուք իրավունք չունեք մեր Հայաստանը ներկայացնելու բարձրագույն ամբիոնից։ Ուղղակի իրավունք չունեք, որտեղ ասելիք ասեց, հիմա էլ կուլտուրական պահանջումը հրաժարումն է, իրանց հրաժարականը։ Հիմա մենք սան դեռ վերադառնալ ենք, բայց տեսնենք մի այլ չխանձած խոզ, հա, որ խոսում է բանակի մասին, տեսեք։ Ունի, իր երեխան գնում։ Պարոն Սարգսյան, դուք ինչ կասեք այն ծնողին, որը փող Ով է պարոն Սարգսյանը։ Սա կյանքով մեկ ոչնչություն կատարյալ։ Իր ամենամեծ նվաճումը այն եղել, որ ինքը շիշ ա բռնել ուղակի։ Շիշ Նիկոլի համար շիշ ա բռնել։ Այսինքն, եթե հիշում եք, օրինակ բանը, ոստիկանապետը Վովան ուներ սիգարետ բռնող։ Ինքը սիգարետ ծխում էր, տալիս էր կողքից բռնում էր, մալյան նարեկն էր բռնում սիգարետը։ Նիկոլը ունեցել է շիշ բռնող, հա, հետո դառավ դեպուտատ Բալա, սա ծնողների խոսքերն են, հա։ Իսկ ով է այդ պարոն Սարգսյանը, որ բանը Պետրոս Ղազարյանը այս լուրջ դեմքով իրեն հարց է տալի։
օրինակ Պետրոս Ղազարյանը իր բոլոր թերություններով հանդերձ դիմացի նստածից, ես բոլոր թերություններով եմ ասում, արժանինքներով 100 անգամ ավելի արժանինքներ ունի, եւ գիտելիքներով, եւ կենսափոխով, եւ քաղաքական գիտելիքներով, ամեն ինչով։ Ու հիմա այս դիմացի մարդուն, որ ամենամեծ ձեռքբերումն եղել է Նիկոլա Շիշբերնն, ինքը ասում է Պալոն Սայքսյան, ու հարցատալի բանակի վերաբերյալ։ Որ դուք իմանաք ով է պատասխանում այս հարցին, էլի շատ կարևոր է դա։ Չունի, իր երեխան գնալու է ծառայի, իսկ հարևանի երեխան, որի հայրը փող ունի, չի գնալու։ Այդ ծնողին ասում ենք հետևյալը, տարիներ շարունակ քո հարևանի երեխան չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, այս ճանապարհներով խուսափելով, մենք հիմա փակում ենք բոլոր ճանապարհները Զարտուղի, որպեսզի նա չկարողանա խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ գա զինվորական ծառայության։ Բայց ոչ թե կաշառքն են վերացնում, ասում են չէ, կաշառքը պետք է ասես։ Այսինքն իրենք գիտեն, որ կաշառքով են ազատվում, ասում են չէ, ոչ թե կաշառք պետք է չլինի, այդ կաշառքը որքի մեծ պետք է ասի, որովհետև ինչ է նշանակում բյուջե։ Բյուջեն դա մի տեղ է, որտեղ մտնում են փողերը, հետո փողը գնում է անիվ, դա կազմակերպությունների, դա կլինի քաղաքապետարանի, դա կլինի հենց կանալի հենց իրենց անիվին իրենց ստեղծած։ Ունդեղից այդ փողը անհետ կորում է։ Բյուջե թե իրենց գրպանը այնքան նույնն է, այնտեղ մենակ մի կոճակի տարբերություն է։ Բյուջեի ու իրենց գրպանի տարբերությունը ընդհանրապես հաշվի համարի տարբերությունն է։ Այնտեղից այնտեղ գնում է մի կոճակի սեղմումով։ Վճարի մեծ գումար եւ այդ գումարով համալրվի բանակը, որպեսզի քո տղան երբ որ ծառայի ավելի մեծ թվով բանակում։ Լսեցիք ինչ ասում եմ։ Լսեցիք ասում કે շիշ բռնողը ոչ թե մասնագիտությամբ տեսակով ասում է այդ մեծ գումարով կհամալրվի բանակը, ասում է տղեն կգնա ավելի մեծ թվով բանակով։ Բայց այդ մարդիկ փող են տալի, ոչ չծառայեն։ Բայց Պետրոսը հո այդ հարցը չի տալի, հա դու հիմար չես, ինչ ես խոսում։ Բանակը պակասելու է։ Դու ո՞նց ես ասում ավելի մեծ թվով բանակ։ Ինչի հաշվի որ մարդը փող է տալի բանակ չգնալու համար։ Եվ նաև ստանա ավելի մեծ դրամական ապահովում։ Ոչ թե ստանա 3400 դրամ, որը այսօր է, այլ ստանա մի քանի անգամ ավելի շատ։ Այսինքն այն գումարները, որոնք հոսում են Հայաստանից դուրս, կամ ոնց են հոս, ահա, հետաքրքիր է, չէ՞։ Գումարները, որոնք հոսում են Հայաստանից դուրս։ Սա էլ բռնեցինք այս շիշ բռնողը, դե շիշ բռնողա, չէ, ուղեղով, ինքը պլաստիկ է։ Ոնց թե գնում են Հայաստանից դուրս։ Այսինքն դուք տվյալներ ունեք, որ այդ կոռուպցիոն փողերը գնում են Հայաստանից դուրս, ասում են դու փոխանակ դրանք բռնեք, ասում եք թող չգնան Հայաստանից դուրս, մյուս մուտք ադեք բյուջե մենք կծախսենք, մենք կտանենք Հայաստանից դուրս այդ գումարները տանում են իրենք ասեցի արդեն ալիքներով, դա անիվն է, դա մնացած կազմակերպություններն են, որ իրար մեջ փոխանցում են ու դրա կանխիկացումով Լոս Անջելեսում զբաղվում է Սիմիդյանի քուրն ու Աննայի Զվիդիկատվի աղբերը։ Ինքը պարզ ասեց, որ չգնան բանից դուրս, Զարտուղի ճանապարհներով, մի ճանապարհով պետք է գնա, իրենց կանտորով։ Կամ կոռուպցիոներների գրպանները հոսեն Պաշտպանության նախարարություն, դրանով իսկ Պաշտպանության նախարարությունը իր քաղաքականությունը ավելի արդյունավետ կարողանա տանել։ Արդյունավետ տանել Պաշտպանության նախարարությունը։ Իմաստը ասում եմ Պաշտպանության նախարարություն, ես ուզում եմ ստեղ արդեն մի բան ասել, այդ Պաշտպանության նախարարությունը։ Ինչ է նշանակում Պաշտպանության նախարարություն։ Ասում է Հայաստանում սրընթաց զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը։ Այս գեր տեսած ավանակն է ասում։ Ուրեմն մենք այս խոսքերը լսել ենք առնվազն վերջի 20-30 տարվա մեջ։ Ես այսօր լսեցի, ասի ես մի հատ նկատը կանպայման գտնեմ, որ դες ցույց տամ բանից պատմությունը։ Ուրեմն սա նկարել եմ հոկտեմբերի 14-ին 2014 թիվ, սա ես ու իմ մեծ տղան։ Սա լազերային սարքով աշխատող, կոմպյուտերն է, GPS-ով աշխատող թնդանոթը, որը կրակում է թնդանոթի բաներ։ Սա Երևանում է Digitech-ը կազմակերպված։ Ես ամեն տարի, քանի որ իմ տղաները սիրում են IT, ես ամեն տարի տանում էի բանով Digitech-ով ծանոթանային բոլոր նորություններին։ Ուրեմն 12 թվականից սկսած այս լազերային թնդանոթները, որոնք սենսորներով ֆիքսում էին շարժը թշնամու, սենսորներով ֆիքսում էին, տվյալները փոխանցում էին GPS-ով կոմպյուտերին
Կոմպյուտերը գնդացիրը այս կամերայով ուղղորդում էր թիրախի վրա եւ 30 թե 50 կիլոից կամ 50 կիլոից բարձր ինչ որ շարժում է, չէ՞ որ կարող է կենթանի լինի։ Կենթանիներին չէր կրակելու, որտեղ ասենք այդ քաշը չունի։ Ասենք քաշային բան էր դրած, դրանից վերև էր ֆիքսում այդ սենսորները, հա, եւ ինչ շարժում էր կրակում էր։ Այսինքն ինքը ոչնչացնում էր միանգամից թշնամուն։ Այնտեղ սահմաններից մենք սենց զինում էինք սահմանները ամբողջ այս թնդանոթներով, ասա դեռ 14 թվին է։ Ուրեմն եւ հիշում եք այն 16 թվականի այն բանկաները ժեշտից թիթեղյա բանկեքը, մեր ասած կանսերվի բանկեքը Սեյան Օհանյանի ժամանակվա կարողա պատերազմի ժամանակ, որ մարդիկ այդ կանսերվի բանկեքը պետք է շարժվեին, որ երեխեքը ձեն լսեն, ասում են թշնամի գիշերով մոտենում է, հա, որպեսզի դա չլինի, դեռ 14 թվականից առնվազն այս համակարգը պետք է արդեն տեղադրված լիներ։ Ես անձամբ ճանաչում եմ այս համակարգը ստեղծողներից մեկին, որտեղ sense համակարգեր այս բանում արդեն Digitech-ում շատ էին։ Սա բանակից է վերաբերում, շատ։ Առնվազն մի քանի կազմակերպություն կար, որ տրամադրում էր եւ սենսորները, որոնք հողի շարժն էին ֆիքսում։ Իմիջիալոց մեր գիտնականները հողի շարժը ֆիքսող սարքերը ավելի երկար դիստանցիայի վրա էին ֆիքսում, քան այդ ժամանակվա լավագույն ամերիկյան սարքերը։ Բայց քանի որ, էդ էլ ասեմ, իրանք ոչ մի պատվեր չստացան ՊՆ-ից, այդ մասնագետները խմբով տեղափոխվեցին Հարավային Կորեա։ Սա էլ պետք է ասեմ։ Վերադառնանք 14 թիվ։ Ես արդեն քաղաքականության ասենց ասեմ, մեջ եմ եւ հետաքրքրվում եմ պատվեր ունեք, թե չունեք, ինչ եղավ, այս ինչը մի խոսքով բոլորի խոսքը մեկն էր։ Խոսք են տվել, սպասում ենք ՊՆ-ից պատվերի մեր արտադրանքի համար։ Այսինքն զինվորները սահմանից դուրս են գալիս, մտնում են ապահով տեղ։ Եվ սահմանը հսկում են ռոբոտները։ Շարժվեց, գնացին խփում վերջ։ Ոչ հոգներ կա, ոչ անձերից պախվել կա, ոչ մի բան չկա։ Սենսորները դրած է, կամերաները դրած են, շարժվեց, խփում է։ Այդպես էլ առ այսօր դա չի իրականացվել։ Հարց ինչու։ Հիմա գալիս եմ Սեյան Օհանյանին, որ ասում եմ, չէ, ախր այնքան հանցագործություններ կա վրա Սեյան Օհանյան։ Ինչ է կարծում, եթե սենսորները դրած լինեին, կարող է պատերազմը կարող է լինել։ Չէ, որովհետև սրանով չէին կարող ասել մի կրակի։ Իսկ մեր զինվորին ասում են գալիս են շեֆ, ինչ անեք, ասում են սպասեք։ Գալիս են շեֆ, արդեն մոտիկ եք, ինչ անեք, սպասեք։ Իհարկե իրանք չէին կարող ռոբոտին ասել մի կրակի։ Ինչ պետք անեն, անջատեին ամբողջը կասեին, բա ինչի չաշխատել, ով էր անջատել, չէ։ Մի խոսքով, որպեսզի երբևէ թշնամի ներխուժումը Հայաստանի տասկ չխաթարվի եւ հնարավորինս շատ մարզոյի, որտեղ սրանց հիմնական թեման է, չէ, ինչքան շատ զոհեր, այնքան ժողովուրդ ավելի նեղվելու է, Փաշինյան Նիկոլյանն ունի ասել, չէ, ես կարող էի շուտ կազմասել պատերազմում, այդքան զոհեր չեն լինի։ Սա նպատակը հնարավորինս շատ միշտ ապահովել եղել զոհ կորուստներով, որովհետեւ եթե դա չներ նպատակը, մեր սահմանը ապահովված կլներ այս տեխնիկայով։ Հիմա որ գալիս եմ ես հորթի ես գեր տեսած այս կենթանու ասացին, որ մենք բան ենք անելու։ Սրընթաց ռազմավարական համալիրը զարգանում է։ Ուզում ես ասես այ կենթանի ռազմավարական համալիր գիտես ինչ է նշանակում։ Գոնե լսել ես դրա մասին։ Այսինքն դու պետք է ունենաս մեքենաշինություն, դու պետք է ունենաս IT տեխնոլոգիաների զարգացված ինչ որ համալիր, որտեղ դու չես կարա, չգիտեմ, ինչ որ մի բան ստեղծես, եթե դու դրա ապրանքները, դրա մասերը սարքող մյուս արտադրությունները չունես։ Բայց քանի որ այս չի դարականների կարծրացուցանս համար, սրանց մոտ ինչ ուզեն, երբ ուզեն կարող են ասել, ինչ ուզեն, երբ ուզեն կարող են ասել, ասում։ Դե հիմա մեկը կհավատա, մեկը կկասկածի, բայց ես էլ ասում, ոչ թե հիմա սա երբևէ չի եղել ու չի էլ լինելու, որովհետև սրանց նպատակը երբեք սահմանը եւ այն զինվորի բանը չի պաշտպանելը չի եղել։ Ես այն ժամանակ նույնիսկ հարցրեցի մոտավորապես հաշվարկներ էլ արեցի
այդ մասնագետների հետ, եթե ամբողջ սահմանը վերահսկվեր այս տեխնիկայով, մեր մոտ ուղղակի տղաներ նստում են օպերատորները, փակ սենյակներում ապահով, եւ նայում են որտեղ ինչա կատարվում, հա, մեկը դե ասենք սենսորը եթե մի բան ֆիքսում է, իրանք կոմպյուտերների վրա, մոնիտորների վրա տեսնում են, ուղղակի հետևում են, ոչ մի բան չկար, չէր կարող լինել սահմանում հակառակորդի գնդացրից կամ հակառակորդի սնայպերից զոհված զինվոր։ Դուք հասկանում եք, քանի 100 եւ քանի 1000 կյանք կարող էր փրկած լիներ այն ժամանակվանից սկսած Սերան Օհանյանը, հիմա այսպես հարց եմ տալիս Սերան Օհանյան։ Այդ ծախսը նստում է մոտավորապես 2-ից 5 միլիոն դոլար, նա ինչքան կտեղադրի։ Պաշտպանության բանակի բյուջեի համար 2-ից 5 միլիոն դոլարը ինչ էր, որ դուք դա չիրականացեցիք։ Մենակ այդ 20 թվականի պատերազմի ժամանակ 230-240 միլիոն դոլար հավաքեց Սփյուռքը։ Ասկե եթե նույնիսկ դրանից հետո բան լիներ, նպատակ լիներ դա ապահովել, կապահովեին այդ ասկում եք 2-3 միլիոն դոլարն ինչա։ Այս ծախսերը մալ ոչ մի բան։ Ասկում դա հրթիռ ստրեսը չի։ Ընդամենը այդ սենսորները կա արտադրողը, կա գնդացիներն էլ կան։ Համակարգը տալիս է այդ արտադրողներին սարքում են։ Ոչ մի ծախս դրոններ ստեղծել է չի նույնիսկ դա էլի հասկանում եք։ Ոչ մի բան չեն արել առ այսօր։ Հիմա հարց Սերան Օհանյան։ Ինչի՞ չես արել։ Սերժ Սարգսյանը չի թողել։ Թե ասենք որ այդ 2 միլիոն դոլար բանը պակասը լափեիք չէր լինի։ Դրա փոխարեն քանի կյանք եք տալել տականքներ։ Ասա։ Կամ ասա, ես ուզում էի Սերժիկ Սարգսյանը չթողեց։ Այդ էլ կարաս ասես։ Բայց մի օր է գալու է, դու այս հարցին պետքա պատասխանես։ Իհարկե քեզ այդ հարցը չի տալու Փաշինյան Նիկոլի դատախազությունը, որովհետև իրանք էլ չեն անում։ Իրանք էլ չեն անում։ Բայց մի օր գալու է դատախազություն, ունենալու ենք պետություն, այդ բոլոր հարցերի պատասխանները լինելու է։ Ձեզ չթվա, թե այս բաները, որին մոռացել են, գնացել են, փարսի նման հիշողություն եք, արտված տվել, չի հնայել։ Ու ամեն մի բառ ասում եք մի բան դուրս է գալի տակից, հիշում եք ինչ եք արել, ինչ չեք արել, իսկ հիմնականում ինչ չեք արել։ Մենք սա բոլորս հիշում ենք, փաստերն էլ կա։ Ես ցույց տվեցի, չէ՞, այդ սարքը կար դեռ 14 թվականին, բայց ես դա տեսել եմ դեռ 12 թվականից։ 12 թվականից եմ ես դա տեսել։ Ես դա մասին լսել եմ նույնիսկ, այն սարքողներից եմ լսել, ես ինձ եմ խոսացել, չէ՞, ես օդից չեմ խոսում ես ամեն ինչը։ Այսօր ես բան ա եղել։ Պատկերացնում եք Անուշ Միրզոյանը լրագրող ազատ արձակվել։ Հայաստանում արդեն մենք ուրախանում ենք, որ լրագրողը ազատ արձակվում։ Մենք ուրախանում ենք, որ Հայաստանում լրագրողը ազատ արձակվում։ Չէ՞ որ մի լրագրողը ծեծել գիշերը գիշերանոցով տարել են մեկացել են, մինչև հիմա փակացան։ Սա է ձեր իշխանությունը, Փաշինյան Նիկոլ եւ մնացածը։ Սա է ձեր իշխանությունը։ Այսօր Դավիթ Անանյանը նախկին պետնախարար հարց է տալիս անդիմությանը։ Ձեր մնալու իմաստը ո՞րն է ազգային ժողովում։ Ինչքանով նկատել եք արդեն շատ հաճախ այս հարցը լսում, հարցը հնչում է։ Այս վերջերս էլ Գագիկ Համբալյանն էր կարծեմ այս հարցը տվել։ Հիմա Դավիթ Անյանյանն է այս հարցը տալի։ Դուք եթե մնացել եք այդտեղ ու դուք ոչ մի բան չեք կարողանում փոխել, հակառակ ազգային ժողովը վերածել եք բանի, կլուբի։ Կլուբ, գիտեք, այն վատ իմաստով կլուբ, սովետի ժամանակ կլուբներ կային, որ հենց մի բաժակ խմբը իրա ծեծում էին, քֆուր, քյաֆար, կռիվ ամեն անգամ, հա։ Ասենք դու վերածել եք բանը, ազգային ժողովը միտեղ, որ դա գարշելի է ինք իրա մթնոլորտով, լեքսիկոնով, թեմաներով քննարկելով։ Եկեք ամենակարևորը, դուք ընդ ոչ մի բան ազգանապաշտ չեք կարողանում անել։ Հիմա արդեն մարդիկ, որ շատ լոյալ են եղել միշտ ընդդիմության, այս չակերտավոր ընդդիմության նկատմամբ, իրանք են հարց տալի։ Դա ձեզ դուր է գալի, որտեղ էս նվաստացնում են։ Նվաստացնում են ու նպատակային, դրանց լեզվին էլ ոսկոր չկա, ձեզ ինչ ասես ասում են։ Ու ճիշտ են ասում։ Դա չի նշանակում, որ իրանք իրավունք ունեն ասել, իրանք էլ են դրանցից։ Բայց հիմա մարդիկ արդեն գնահատած են տալի, ձեր մնացածի մնալու իմաստը տեղ ո՞րն է։
Ինչու չեք վայր դնում ձեր մանդատները։ Իսկ ես հիմա պարոն Անանյանին ես վստահ եմ որ ինքը գիտի, բայց նորից կասեմ, թող առիթա եւս մեկ անգամ ինչի, էս ինչի չեն վայր դնում։ Իրանց ֆունկցիան է մնալ այնտեղ, իրականացնել Փաշինյան Նիկոլի բոլոր որոշումները, ոչ թե կողմ քվեարկելով, ուղղակի զուտ քվոդում ապահովելու համար, որ զուտ այդ խորհրդարանը լեգիտիմ շարունակի գործել, որ Փաշինյան Նիկոլը, հա, ճակերտավոր եմ ասում, լեգիտիմ կարողանա շարունակի իր հանցագործությունները։ Ինչ ունի անում է։ Հասկացաք, բանը, ընդդիմության գործառույթը ինչումն է։ Այո, այդ ընթացքում կարող են իրար հայոյել ընդեղ, իրանց նվաստացնեն, բայց հենց փորձեն հակառակվել, անպայման կհիշեն, որ Բորիս Մողոսյանն է սպանել, ասենք չինեմ, Սեյրան Օհանյանի տղեն է հանցագործ, եւ այլն, այնքան բան կա իրանց վրա, ու իրանք հատուկ ընտրել են, կամ Տարոն Մարգարյանին, ասենք այնքան բան կա իրանց վրա, որ այնտեղ անմեղ մարդ չկա։ Դաշնակներն էլ փող են ստանում նվաստացման համար, ընթացքում էլ գոռան, ասում եք Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ է գողացել։ Ուրա 4 միլիարդ, սեղ ընդամենը մի քանի 100 միլիոն է։ Դա հեչ։ Դա Երևանում բացահայտված է, այդ մի քանի 100 միլիոն։ Ինչ է մի քանի 100 միլիոն։ Ուրա է 4 միլիարդը։ Հասկացաք, պարոն Անանյան, ես գիտեմ, որ դու գիտեք, ուղղակի ես առիթից օգտվելով եւս մեկ անգամ ասում եմ այդ ճակերտավոր կոչված ընդդիմության գործառույթը այնտեղ ինչու՞ է կայանում։ Եվ ամենակարևորը, հենց զգում են Նիկոլ Փաշինյանը արդեն զրոյա մինուսա, սենց մի բան են ստեղծում, որ Դավիթ Սանասարյանի նման մեկն էլ ասի, հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հաղթեց Բելին։ Բա Բարզայմա ինչ են նրանց պահում են, պարոնեք։ Գնանք առաջ։ Դուք այդ ճիվարներ խոսում եք զենքի արտադրության մասին, երբ որ Հայաստանում դուք նույնիսկ թուրքական ռադիոյի բերանը չեք կարող փակել։ Նոտ ռադիո։ Տեղ-տեղ հայկական, տեղ-տեղ թուրքական երգեր է տալու, այս ռադիոն այսօր իմ կերներից մեկը, հետևորդներից մեկն է ուղարկել։ Դատմատես Հայաստանում է, մեքենան քշում է, նկարել է։ Սա Հայաստանում է։ Դուք նույնիսկ չեք կարողանում, կամ դուք եք սա հեռարձակում, կամ նույնիսկ դուք չեք կարողանում թշնամու հեռարձակած թուրքական երաժշտությունը արգելափակել Հայաստանի տարածքում։ Հիմա այս ԱԱԾ-կոչված այդ բանը, խմբավորմանն են, այդ զինված խմբավորմանը, ԱԱԾ, սազմա չէ, զինված խմբավորում ասել, դու ուրիշ բան չես կարող ասես իրանց էլ։ Դուք չեք մոռացել ձեր գործառույթը ինչումն է։ Թե դուք ամենաշատը կարողանաք երկու երեխաների մորը գնալ ձերբակալեն, որովհետև ինքը, ասենք, հա, Արման Բաբաջանյանի թերթում գրել է ով կոմենտ է գրել էլի, ով երկիրս հանձնի, դրա մատներն ու ձեռքերը թող կտրնի։ Ասեն դուք այդ եք կարողանում մենակ անել։ Ինձ հետևորդներից մեկը գրել էր ախր սենց ոնց կլինի բանակը դավաճան գեներալների ձեռքում է։ Ոստիկանությունը աստված գիտի ինչ ազգի է, ում են ծառայում։ Իրանք իրանք ոչ մեկի չեն ծառայում։ Փողի, ով է փողը ոչ տալիս, իրանք ծառայում։ Ալիևն է տալիս ու Ալիևն ծառայում։ Հա, ոստիկանությունը ԱԱԾ մոռացի ոնտեղ ԱԱԾ կա։ Մաքսիմում նստեն, հեռախոս լսեն, կոմենտ կարդան, մեկի բողոքի վրա գնան, հիմնական են հանցագործությունները թողած, գնան ինչ-որ, ասեք, թաղայինի մակարդակի գործել չէ, էլի, որ ինչ-որ հիմա ԱԱԾ-ն անում։ Ասեմ, բայց ամեն ինչը, որ ես վիճակում է, բայց երկրի վերջը ո՞նց է լինելու։ Ես էլ եմ նույն բանը հարցնում, բա ո՞նց է լինելու։ Բա ո՞նց է լինելու, ընկերներ ջան։ Ես էլ նույն հարցը մեզ եմ տալի բոլորիս։ Ո՞նց է լինելու, այդ հաստատ ասեմ, այդ փոխանեն այդ ամեն ինչ ուրիշ չի մնալու։ Կարող է այդ ԱԱԾ աշխատողը կամ այդ ոստիկանը ինքը Բաքու է գնում գործի գալի։ Չէ, ինքը Երևանում է ապրում կամ Երևանի կողքի շրջաններում է ապրում։ Ինքը մեր միջավայրում է, մեր հետ շփվում է, հա, խանութից է օգտվում, տրանսպորտից է օգտվում, то չգիտեմ, ինքը շրջապատում հայեր ունի, չէ։ Հիմա այդ հայերը ոչ են ասում, այ շանկատ կերած, այս ինչ ես անում։ Ինքը ինչի պետք է չշարունակի անելը դա։
Իրանք փողը տեսել են արդեն, մեկը փողի դիմացանում, մեկն էլ արդեն այնքան արել, որ չի կարա չանի։ Չանի, կասեն ալ էսի դու չես։ Գնացին նստելու։ Ասում եմ, չէ, Հայաստանում ամենալավ միշտ աշխատել է կոռուպցիայի հետևանքով առաջացած կոմպրոմատների ինստիտուտը։ Եվ կոռուպցիան, եւ դրա հետևանքով առաջացած կոմպրոմատների ինստիտուտը։ Հիմա, եթե ժողովուրդը ինքը այդ սահմանները չդրեց, այդ պահանջը չներկայացրեց, ով անելու մեր փոխարեն։ Հա, դատավորները կաշառված, դատախազները, լսի, ով պետական մարմինների հետ աշխատում է, մոռացեք, դրանք ազգություն չունեն, դրանք ուրացել են ամեն ինչ։ Բայց իրանք ունեն ընտանիք, իրանք ունեն շրջապատ, հա, բարեկամներ, բակ, չգիտեմ։ Եթե իրանք այդ թուքումունը դրսում չեն ուտում, դրսում չեն ուտում, իրանք չի պետք է դադարեն էդի անել։ Եթե այդքան բարոյական լինեն, ի սկզբանե չէին անել, էլի։ Դրանք մի բանից կարող է ստիպված չանեն, երբ որ իրանց ընտանիքի երեխեքի ներկայությամբ սկսեն նվաստացնել։ Արդարաբար, հա, գան, ոչ բան, պետք չի հայոյել, ոչ բան, ասեն, կեր, մի վայրկյան, էսի դու ես, չէ՞։ Բխենք անում։ Չեմ լսի նաև քո երեխեքի համար։ Հիմա ես թուրքական ռադիոյով մեծացող սերունդին եմ ասում։ Դուք լուրջ մտածում եք, որ այս թուրքական ռադիոն լսող երեխեն ինքը պետք է մանկավարժին հարգի, պատմության դասատուին հարգի, Նելը հայտնի չէ պատմության դասատուի պատմությունը, ինքը ինչ արել, ինչ չի արել, ինչքանով է ինքը ազգային, ինչքանով ապազգային, դա լի կողմ, ինքը ասենք ամենալավ ազգային դասատուն է պատմության, ասես նժդեհիստ է մի հատ ոտից գլուխ, բայց թուրքական ռադիո լսող երեխեն, թուրքական ռադիոյի տակ մեծացած երեխեն, այդ պատմության դասատուին պետք է հարգի։ Հիմա դուք ինչ եք մտածում, որ ձեր երեխեքը լուսնի վրա են մեծանալու։ Այդ թուրքական ռադիոյի սպառումը նաև սպառում է ձեր ընտանիքը, ձեր երեխեն, չէ՞։ Այսօր ոչ դպրոցում էր, բան էին արել, Ադալատի շրջանում էր, որ բարձր դասարանցիները, ցածր դասարանցիների երկար ժամանակ պարտադրելով բան էին տվել, թմրանյութ, պարտադրելով, մինչև այն աստիճան, մինչև երեխեքը ընկել էին կախվածության մեջ ու սկսել էին իրancsից փող հավաքել։ Ադալատի շրջանում, կարծեմ վեդիում էր, որտեղ էր եղել դեպքը։ Բա ինչ կլինի։ Եթե ԱԱԾ-ն զբաղվի մանկահասակ երեխեքի մոտ ձերբակալելով, ոստիկանություն չեղածը մտածի մենակ Նիկոլին ոնց պաշտպանի, բայց երեխեքներն են նարկոտիկով էլ իրանք են էլի զբաղվում այդ տարանցիկ ճանապարհն ապահովելով։ Հիշում եք Փաշինյան Նիկոլը, որ նոր էր եկել իշխանության, այն Հոնան Պողոսյանին Սերժի ոստիկանապետն էր, բաժնի պետեր ինչ էր։ Մի խոսքով, հանցագործ Հոնան Պողոսյանը վերցրեց նշանակեց Սյունիքի մարզպետ, ասեց ինքը լավ փորձ ունի տարանցիկ ճանապարհ ապահովել ամաթմրանյութին։ Սիրած հիմնական գործները։ Դուք ինչ եք մտածում, որ այս թմրանյութը, որ sense մտել է դպրոց արդեն, ձեր երեխեքին, ձեր ընտանիքին չի հասնելու։ Կամ այդ թմրանյութի տակ մնացած մի հատ երեխա, իրան կորցրած ձեր երեխեքին վնաս չի տալու։ Այսքան կարճատես իդիոտ կարելի է լինել։ Ձեր երեխեքն էլ գիտեն հեր ու մեր ունեն, ասենք չգիտեմ, իրանց պաշտպան ունեն, ասենք դու երեխուն պաշտպանելը ո՞նց ես պատկերացնում, մենակ տան մեջ փակած, դու մտածում ես, որ պալատները կառուցել ես այդ պաշտպանված է, դուրս չի գալու, այն հարևանի երեխուն նարկոման եք սարքում, վստահ ես, որ մեկ լոմկի տակ ինքը չի գալու, քեզ վնաստ է, երեխուդ վնաստ է, կնոջդ վնաստ է, բարեկամներիդ վնաստ է, լավ այսքան անուղեղ կարելի է լինել։ Դուք էս ինչ եք անում այդ երկրի հետ։ Գույս ամեն ինչի դիմաց։ Այդ փողերով կարողանալու եք ձեր ընտանիքները փրկել, ձեր երեխեքի ճակատագիրը փրկել։ Ինչի դիմաց որ դուք իմանում եք այդ փողը ստանում եք այն ինչ որ այդ հանցագործությունները, դրանով կարողանալու եք այդ հարցերը կարողանալու եք լուծել ախր։ Այդ է աստված։ Սա մեկ։ После
Բարև ձեզ, դուք զանգահարել եք Երևանի քաղաքապետարան։ Հարգելի քաղաքացի, Երևան քաղաքի նոր գետերի մասին տեղեկությունների համար ուղարկիր զոսորենի բառը 911 հեռախոսահամարին։ Մոտակա գետի խորությունը ճշտելու համար սեղմեք 1։ Մոտակա գետերի, լճակների եւ դրանց հարակից բոսայիններից ձուկ բռնելու համար սեղմեք 2։ Մանկական լողափներին միանալու համար սեղմեք 3։ Ջրահասի հորուխորտողու հետ կապվելու համար սեղմեք 4։ Օգվալանգի շորեր, մեծ փչովի բադիկներ, մատով չստիկներ եւ լողանալու համար այլ պարագաներ պատվիրելու համար սեղմեք 5։ Վնասի փոխհատուցման համար սպասեք Ալադինի պատասխանին։ Բարև ձեզ, դուք զանգահարել եք Հասկանում եք ժողովուրդ, ես սկացել որ նայում եմ ինչ ոս զգալի լցվում է մեր տները, մեր փողոցները, մեր մեքենաների մեջ, դա ուղիղ այն է ինչ որ մենք արել ենք։ Ուղղակի ջրի, կեղտա ջրի ձևով է գալիս։ Կեղտա ջրի ձևով է, ցեխի ձևով է գալիս։ Դա այն է, ինչ որ մենք արել ենք։ Ինչ ցանել ենք, դա հնձում ենք։ Որովհետև եթե մենք բարոյականություն ցանած լինեինք, սկզբունքայնություն ցանած լինեինք, դա կհնձեինք։ Այսինքն եթե այդ ցանած լինեինք, կունենայինք ըստ դրա ավականի, ըստ դրա կառավարություն, ըստ դրա քաղաքապետարան, ըստ դրա մակրող միջոցներ, չգիտեմ դե կոմունալ բաժին, բան մենք ըստ դրա կունենայինք, որ ջրատարները մաքուր կլինեին, հա, անձրևա ջրերը գնային իրաց տերերով, ոչ թե մեր տներով։ Հասկացաք կապը։ Հիմա որ ինքը ստեղով է գնում գալիս, դրանից է որ մենք ենք այդ ամեն ինչը արել։ Մեր կոռումպացված լինելով, մեր ստախոս լինելով, մեր քծնելով, մեր դավաճանելով, մեր լավամարդ, բայ ոչ չեմ սիրում ես այդ բառը, ժողովուրդ, եթե հասկանայիք այդ լավամարդ լինելը մեզ ինչի է բերում։ Ասան է բերում էլի։ Ասան է բերում էլի։ Սան է բերում էլի։ քաղաքապետարան։ Հարգելի քաղաքացի, Երևան քաղաքի նոր Հիմա քանի հատ sense մեքենա է խորտակվել, sense է։ Իսկ ասեմ ջուրը մտած մեքենայի մեջ, էլեկտրոնիկայի մեջ, դա թափելու է մեքենայի արդեն։ Հիմա այս ընթացքում քանի տասնյակ կամ քանի 100 մեքենա է փչացել։ Այդ չեմ ասում բնակարաններ, խանութներ, այդ գետնանցումի տակի սուպերմարկետներ եւ այլն, բիզնեսներ։ Քանի։ Այս ամեն ինչի արդյունքում ինչքան վթարներ ա եղել։ Քանի։ Այս ամեն ինչը մի հատ պատճառ ունի։ Դա մեր վերաբերմունքն է մեր երկրի նկատմամբ։ Ոչ մի ուրիշ բան չէ։ Մեկը անձևը գալու է։ Անձևը առաջել է եկել։ Այդքան մի բան գաղտնիքել բացեմ։ Սեր ժամանակ էլ անձև եկել։ Ամենաշատը որ եղել է ջուրը ավելացել է, դա եղել է բանի եւ մեր կամուրջը արդեն մոռացել եմ նույնիսկ որ Երևանյան լճի կամուրջի են տակը, որ բանը գնում է վերևով էլ գնում է դեպի ավտոկայան, հա։ Անդեր տակն էլ մի քիչ ոչ էր հասնում այդ լուկերը քաշել։ Ես ամենաշատ որ տեսել եմ ջուր հավաքվել այդտեղը, բայց մեկ այլի մեքենա չէր կանգնում այնտեղ։ Դա անդար էլի մեքենաները գնում էին։ Լեն ժամանակ ասում են կարող էս ինչա։ Լավ չի քաշում ջուրը։ Հիմա նայում ես, հա, նորքի զանգվածում, նորքը որ բասուկի վրա անդեղ է ջրերեղ։ Անդեղ են լճերը գոյանում։ Կամուրջի վրա է, կամուրջի վրա, կամուրջի է, որ տակը դատար կա։ Այնտեղ պետք է ուղղակի անցքել անել, որ ջուրը թափի ներքև, չէ՞։ Կամուրջի վրա է դառնում բասեին, լողավազան։ Ոնց եմ ասում, սա ուղիղ պատասխանն է մեր վերաբերմունքին, մեր երկրի, մեր պատասխանատվության, կամի չի նկատնում, հիմա չկրկնվեմ արդեն։ Խնդրեմ։ Այս կնոջ երեխուն ինչ որ գոջի 3 լակոտ մեքենա քշելու համար այնքան են ծեծել ուշքի չգալով կոմայի մեջ մահացել է։ Սա դիեթ։ Ու ասում է այդ ընթացքում երեխան կոմայի մեջ, գիտեք ում են տարի հարցակնելու, ծնողներին։ 13 օր կոմայի մեջ մնացել է, երեխան մահացել է։ 22 տարեկան երեխա։ Մեքենան քշելու ժամանակ ջուրա թռել, ինչ որ մեքենայի, ուրիշ մեքենայի վրա։ Բանը, զանգել են ասեն գնացեք այդ մեքենան գտեք տիրոջը եկել են, ասել են դու ես մեքենայի մեջ եղել, հա, ուսել են ծեծել այդ երեխան։
Այնքան որ 13 օր, ասում կոմայի մեջ, բանը Պողոս Պողոսյանն են արել, էլի։ Դե տենց է, եթե բա Պողոս Պողոսյանին, եթե նախագահի բանը անվտանգությունը կարողանում է ծեծելով սպանի ու դրա համար պատասխան չտա, հասկանում եմ, որ արա կարելի է ծեծելով սպանել ու պատասխանատվության չի ենթարկվել, էլի։ Հակառակ ոստիկանությունը գալիս է ծեծվողի ծնողներին է տանում հարցակնման, դրա ոչ մի բան։ Ինչ որ գոջու տղաներ, ինչ որ գոջի։ Ասում ուտես լիքը դեպք է, ասում մի հատ այդ վերջերս ասում ամիսներ առաջ դանակահարել էին մեկին, մեկ ուրիշ երեխա այնպես են ծեծել, նույն մարդիկ, որ մինչև հիմա գլխի կեսը պլաստմասա է։ Գիտենք մեկին ում քիթն էին կոտրել, հիմա Ամերիկայում են ամբողջ քաղաքն անգամ ոստիկանությունը նրանցից վախենում։ Հովանավորներ ունեն։ Պատմում է որդեկորուս կինը։ Ամբողջ փողոցում ասում տեսախցիկներ էին, այնինչ ոստիկանությունը փորձում է կոծկել դեպքը։ Ասում եք մեր վիշտը թողած արդարադատություն ենք փնտրում։ Գոջին էլ Բերտից է հրամանատվել։ Մեծ որդու բանը անցանքները մեծ վերցել է վրան գնացել է նստել։ Այս երախոս սպանել է այս համակարգը։ Ոչ թե գոջու լակոտները, չէ։ Գոջի երախի կարել են, ինչ որ իրենք միշտ են արել։ Միշտ են արել, որտեղ անպատիժ են եղել։ Միշտ եթե անպատիժ չլինեի, հերթական մարդուն չէին սպանի։ Իսկ անպատիժա թողել Նիկոլի համակարգը։ Նիկոլի ոստիկանությունը, Նիկոլի դատախազությունը, Նիկոլի ԱԱՑ-ը, Նիկոլի քնչականը, հասկանում եք։ Արա ցանկացած մեկը, ով կապ ունի Նիկոլի հետ, ինքը այս երեխեքի մահերի մեջ մեղավոր է, հանցագործ է։ Ոչ թե միայն պատերազմում սպանված, այս դեպքերն էլ է դրանց վրա։ Դուք հասկանում եք, դուք ինչ մահացու մեխանիզմ եք դուք։ Դուք մահվան մեխանիզմ եք, նիկոլականներ։ Ու դուք ուզում եք ձեզ չասեն թուրք, դա դուք մենակ թուրք չեք։ Հետո թուրքը ձեր համար վիրավորանք չի, ձեր համար թուրքը բնորոշում է։ Ձեր բնույթի, ձեր էության բնորոշումն է։ Ու նույնիսկ չեմ կարծում, որ թուրք ասելով ես ես պետք է վիրավորեմ։ Չէ, ես վիրավորել եմ ուրիշ բառ է։ Ուղղակի ձեզ ասում եմ, ով եք դուք։ Մենք ես ձեր ասում եմ թուրք դա վիրավորել համար չի բոլորովի։ Ես դա ձեր բնությունն է, դա ձեր էությունն է, որի հետևանքներն էլ սա է։ Արագ գնանք Եվրոպա ու հետ գանք Հայաստան։ Քանի որ արդեն ամեն ինչ պարզ է Պուտինի եւ Թրամփի հետ, հա, Գերմանիան արագ սկսում է բաներ կառուցել։ Ռմբապաստարաններ կառուցել եւ հայտարարել է, որ ինքը որոշել է, որ տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է կառուցելու։ Դե այստեղ են ասում մաշիներս լույս։ Գերմանիան էլի զինվում է։ Ես չեմ ասում անպայման երրորդ համաշխարհային պատերազմը էլի Գերմանիան է սկսելու, բայց ասում մաշիներս լույս, Գերմանիան էլի զինվում է։ Պատմությունը ցույց կտա, այս ուժ կտանի։ Բայց այս ընթացքում որ ամեն ձևով օգնելու Ուկրաինային, այս հարցի կարևորությունը դրա մեջ է այսօր եկյակով, որ համ իրանք են զինվում, համ էլ զինելու են ամեն ձևով Ուկրաինային, որովհետև հասկանում են, անկախ Ուկրաինան հաջորդը իրանք է։ Հաջորդը Լեհաստանն է, հաջորդը մերձբալթյան երկրներն են, ու ասում են Պուտինը արդեն պլանավորում է նաև հարձակում մերձբալթյան երկրների վրա։ Ես չգիտեմ դա կանի, բայց ոչ մեկ չի կարող ասել, որ չի անի։ Մի խոսքով Գերմանիան ռմբապաստարաններ է կառուցում, ցանկատակ բան չի։ Ես Ռուսաստանը էլի մի խոսք գիտի, ես բոլոր երկրները նույն բանի մասին են։ Ու շատ լավ է, կապիտուլյացիա Ուկրաինային, հոյակապ։ Ոչ մի այն, ոնց ասեմ, ամենանվիրյալ, ամենամիամիտ իդիոտը, որ պնդում էր, որ Ռուսաստանի հետ կարելի է խոսել, բացատրել, բան, հիմա դան ես կոչում եի բանը, քաղաքական անմեղսունակներ, էլի, հիմա ամենաքաղաքական անմեղսունակը էլ ասելիք չի կարող ունենալ։ Սա մենակ մի բան են ուզում։ Ուկրաինայի կապիտուլյացիա որպես պետություն։ Սա բաններն է ասում, մենք պետք է արմատախիլ անենք այս պատճառը։ Պատճառը էս ամեն ինչի։ Ուկրաինան է, պետք է չլինի դες պետություն։ Դե հիմա թող Թրամփի ադմինիստրացիան աշխարհին բացատրի, ապացուցի, որ Լավրովը այս պրժևասկու ձին, հա, ճիշտ է ասում։
Այսօր սրանց բանը Զելենսկին ասել էր ես տեղ եմ Պուտին։ Դուք չկաք, իր փոխարեն իր բուտաֆորիային է ուղարկել։ Ու ճիշտ է ասում բուտաֆորիա։ Քիչ Զախարովան էլ ներվել դրա համար, ճիշտ է ասում դա բուտաֆորիա է, բայց այսան գալիս անքի հարց որոշող չեն, ճիշտ է, այո, ինչ է նշանակում բուտաֆորիա, դա նշանակում է fake շինություն, դեկորացիա, նայում ես շենք է նկարած, բայց դա շենք չի, բուտաֆորիա է, նայում ես մեքենա է կարկասով, բայց դա մեքենա չի, բուտաֆորիա է, կարկաս, դեկորացիա, հիմա Լավրովը մնացած էս ամեն բոլորը ում ուղարկել է այդտեղ Ստամբուլ, ինքը ուղարկել էր բուտաֆորիա, ինչ է ներվում, չես հասկանում։ Նույնիսկ այս պարագայում Զելենսկին ճիշտ է ասում։ Ինչքան էլ ուզում եք Զելենսկուն ասեք ծաղրացու։ Ով է տեսե երկրի ղեկավարը, տեսակով գողական տղեն, պիծերցի, նշանակի հանդիպում, ասի կգաս, անպայման պիտի գաս ու առանց միջնորդների, նեն ասում է ես գալիս եմ, դե արի, ու ինքը չգնա։ Ես հասկանում եմ, որ երթվյալ պուտինիստներ կան, երթվյալ, որ դրանց համար ոչ մի բան չի փոխվելու կյանքում։ Նայեք, ժամանակ նույնիսկ պետք չի կորցնել իրենց վրա։ Իրանք մեկ է, Պուտինը ասում մի բան ասի, ասել են ճիշտ է, վաղը մի բան ասի, պետք է ասել են ճիշտ է։ Իրանց համար կարևոր չի ճշմարտությունը, իրենց կարևորը Պուտինն է, Ստալինն է։ Դե հիմա ինչ ասեմ, այդ մարդիկ այս արժե համակարգային տիրույթում են, դասիրակը մեծ ասել, իրանց փոխել հնարավոր չի, պետք չի, ինչպես շփվել, այն անեկդոտը գիտեք, գրիպով մեկը գնում է բժիշկի մոտ, ասում է բժիշկ գրիպ եմ, ինչ անեմ, ասում է ինձ հեռու նստի, այդտենց, ուրիշ ձև այս մարդկանց այդ հնարավոր չի, թողեք թող հեռվում իրանց համար նստեն։ Եվ ամենակարևորը, վերջապես, այն ինչի դեմ կռվում էր, այն ինչից ամեն ինչ սկսեց, անկանխատեսելի Թրամփը Չինաստանի հետ վերադարձան 10% տարիֆների, 45%-ից իջավ 10%-ի, սա ամերիկյան տնտեսության փրկություններ, ազնիվ խոսք ամերիկյան տնտեսության հրկություններ ու սկսել է ստոկ մարքետը վերականգնվել ինչ-որ ձևի, բայց մեկը այն վնասները, որ արդեն տրվել է, դա տրվել է ու վնասներ կան, որ արդեն անվերադարձ են, դա շուկաների և ազդեցությունների կորուստն է, որ արդեն ունի Ամերիկյան Միացյալ ի շնորհիվ Թրամփի, Թրամփը Պուտինի լավագույն ագենտը։ Հիմա վերադառնանք Հայաստան, սա եմ ուզում լսեք դուք։ Տները կոկիկ հավաքեցի, փոշին սրբեցի, փոշիները սրբեցի, վերցրեցի ինձ հետ Արցախի և Հայաստանի դրոշը և մեր տնից անպակաս Մոնթեի նկարը ու Մոնթեի նամակը, բանալիով փակեցի դուռս, համբուրեցի դուռը ու առանց հետ նայելու ճանապարհ ընկա։ Սա հայ մարդու ողբերգությունն է։ Ինչ եմ ասում հայ մարդու, որովհետև եթե մեկի համար սա ողբերգություն չի, հայ մարդ չի։ Իմ մարդը չի, իմ ասվածիցը չի։ Սա հայ մարդու ողբերգությունն է, որը պատահել է իր հետ ամենը տարիքես առաջ։ Ու մենք դա թույլ ենք տվել։ Ու մենք պարտքենք, այս մարդկանց տունտեղ ենք պարտք, ամեն ինչ պարտքենք։ Ու դա պետք է ուղղվի։ Մեր հայրենակիցները պետք է վերադառնան իրենց տներ։ Հարցի լուծումը մենակ դա է։ Ես ուրիշ այլ տեսակ լուծում
Ես չեմ ընդունում։ Նույնիսկ լավագույն պայմանները տալ Հայաստանը, բան չունեմ ամիջով ապահովել։ Դա հարցը լուծել չի, դա կաշառել է։ Այս հարցը լուծել է։ Որքան այդ հարցը լուծված չի, խոսել զարգացումից, խոսել այլ բաներից, անտեղի է, եթե չասեմ սրիկայություն։ Այսօր մենք ազգով մի հատ խնդիր ունենք, առաջնային։ Այս մարդկանց, մեր հայրենակիցներին վերադարձնել իրենց տները։ Իսկ դրա համար, որպես առաջնային քայլ, մենք պետք է ստեղծենք մեր սեփական պետությունը, որը դա կիրականացնի։ Պետություն ստեղծել դա միջոցն է ու գործիքը, որը պետք է ծառայի հենց այս նպատակին։ Հենց այս նպատակին։ Ես գիտեմ, որ Հայաստանի մեծ մասը, չգիտեմ, նույնիսկ մեծն կամ փոքր մասը շատ անհաղորդ է այս վշտի եւ իրականության հետ։ Ու ես դա համար շատ նորմալ եմ համարում, որ ամեն արհավիրքից հետո դա կլինի անձրև քամի փոթորիկ, լինում են այդ ավիրատությունները Հայաստանի հարցում։ Սրանք իրար հետ փող կապակցված են։ Ես միշտ զգուշացել եմ հետևանքների մասին։ Ես հիմա էլ եմ զգուշացում հետևանքների մասին, որովհետև բնության օրենքների հետ հնարավոր չի պայմանավորվել։ Սա կարման չի, սա ինչ-որ չգիտեմ, բան չի, էզոտերիկա չի։ Պարզ բանը, պարզ հարաբերությունը։ Երբ որ դու թքած ունես քո միջավայրում ինչա կատարվում, արդյունքում դու ունենում ես մի հատ միջավայր, որ ինքն էլ թքած ունի քո։ Ինչու հիմա կատարվում է Հայաստանում։ Շքերթին չմասնակցեց, այնինչ Ադրբեջանը Մոսկվայի Կարմիր հրապարակում հայկական զորախումբը շքերթին չմասնակցեց, այնինչ ադրբեջանական զորախումբը մասնակցեց։ Աչիկ ջան, ներողություն ես ձեզ ընդհատում եմ, իմ մոտ Փաշինյանի մասին մի խոսեք։ Նա ոչ մարդ է, ոչ էլ հրեշ է, Շաշմադինի շշերից է։ Մոսկվայի Կարմիր հրապարակում հայկական Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթի մասին այսօր Յունուսը հետաքրքիր բան ասեց, այդ իրաց ադրբեջանցի իբր քաղաքագետը Գարդոնը հարց տվեց, ասեց ես ողջունում եմ Ալիևին, որ ինքը չգնաց Մոսկվա, հա, բայց Ադրբեջանի զինված ուժերն էին այնտեղ։ Յունուսն ասեց Ադրբեջանի զինված ուժերն են այնտեղ, որ իրանք քայլեն, որ Փաշինյանն է իրանց պատիվ տա։ Ինձ տենց էլ ասեց։ Ասեց չգնալ Փաշինյանը, զինված ուժերը չէին գնալու։ Իրանք այնտեղ էին, որ Փաշինյանն մի անգամ տեսներ, իրան ով վռնդեց, ու ասում է հենց այդ ջոկատն էր, սպեցնազն էր, որ ազատագրել է Շուշին։ Ասում է, որ իրանց ընդեղից վռնդել է, ասում որ Փաշինյանը մի հատ էլ տեսներ, ով էր իրանց վռնդե Շուշից։ Ու պարզոսություն ասում է, պետք է հասկանաք, Ալիևը չէր գնացել, որովհետև դա մեր պետության ղեկավարն է, հա, իսկ Փաշինյանը չգնալ, զինված ուժերներ չէին գնալու։ Իրան գնացել էին դանդե նվաստացնել։ Այո։ Ուղղակի ժամանակ եթե չկար միկրոֆոն, չկար ձեռս, որ ասեի Յունուս, քո պատկերացած դեսանտը հորադիզից առաջ չէր գնա, դե թաղեին իրան, ինչպես մնացած սպեցնազներին, ձեր яշմային թաղեցին, մեր 18 տարեկան երեխեքը։ Հորադիզից առաջ չէր կարող գնալ։ Եթե այս նույն համբալը, որ կանգնած էր, որ դուք ուզում եք նվաստացնեիք, չիրականացնել են դավաճանական ամբողջ գործողությունները մնացած դավաճանների հետ, եթե չիրականացնել են գործողությունները, ձեզ չնվիրեին, դուք ինչ պիտի տեսնեիք Շուշին որտեղ է։ Դուք Շուշին կարող եք տեսնել մենակ նկարները։ Ոք այդ ժամանակ միկրոֆոն չկար, հնարավորություն չկար, որ ասել, բայց միկրոֆոնը իր ձեռն էր ու շատ պարզ ասում են, Շուշին ազատագրած գազզան տղեկը նվաստացնում էին
Փաշինյան Նիկոլին Կարմիր հրապարակում ու հիշացնում են, որ իրանք են իրենց վռնդել։ Սա է հիմա պատմությունը։ Սա է հիմա իրավիճակը։ Դրամով եմ ասում։ Խնդիր ունենք լուծելու, դա առաջին հերթին այս ճիվաղին ուղղակի մեկուսացնելու։ Ոնց ուզում եք այս բառը վերլուծեք։ Մեկուսացնելու է։ Ստեղծել իրական կառավարություն։ Որ այս բոլոր հարցերի պատասխանը տա։ Այն ժամանակը տեսնենք արդեն այդ սպեցնազը վախ մամաջան գորալով ուրա փախնելու միջև։ Ոչ եմ ասում, այն ժամանակը տեսնենք այդ սպեցնազը ոնց է փախնում մի ու միջև ուր։ Նույնիսկ հիշացնեմ, այս սպեցնազը Արցախը դատարկելուց առաջ մեկ օրվա մեջ 700-ից 1500 կորուստան ունես, տարբեր հաշվարկներով։ Ընդ որում այն պարագայում, որ Արցախցու դեռ զենք էլ չկար, որ պաշտպաներ։ Զենք էլ չեն տվել, որ պաշտպանվեր։ Ոչ մի բան, բայց այդքան զոհ են ունեցել։ Ու այդ ամբողջ փոխանակային զենքը պաշտպանվելու համար մարդը նվիրեցին Ադրբեջանը։ Այդ էլ այդ բուտաֆորիան է։ Ադրբեջանն էլ այնպես բուտաֆորիա երկիր է, իր բուտաֆոր վերլուծաբաններով, իր բուտաֆոր նախագահով եւ զինված ուժերով։ Ինչպես Ռուսաստանը, ուղղակի որպեսզի այդ ամեն ինչ երևա, դες Ռուսաստանը արձակվեց Ուկրաինայի վրա եւ տեսա, աշխարհը տեսա, որ հələ Ռուսաստանը բուտաֆորիա է, մուլյաժ, fake 3 օր, 3 օրվա մեջ պետք է հասնեին Կիև, 3 տարուց ավել է մնացել է նույն տեղ, 1 միլիոնից ավել զոհ են տվել, ամբողջ պետությունը քանդված է, ամբողջ պետություն, տնտեսություն, գոյություն չունի մեր։ Ինքը արդեն ռազմական հանցագործ է, իր քաղաքացիները կամ դուրսն են կամ ներսն են, այն որ փախել է դուրս, այնտեղ իրավունքներ չունի եւ դրսում եւ ներսում։ Ներսում ինչի չունի, ասում է, եթե դու բան ես, համաձայն չես մեր սպանությունների հետ, իր ամբողջ ունեցվածքը կարան ձերբակալել Ռուսաստանում։ Ասկե ոչ դրսում իրավունքներ ունի, ոչ ներսում իրավունքներ, սա երկիրն է։ Բայց ասում եմ, մի դες երկիր էլ Ադրբեջանն է, բայց այդ մասին աշխարհը կիմանա այն ժամանակ, երբ Հայաստան ունենա պետականություն։ Այս ճիվաղներից ազատվել է պետք։ Ես վերջում ես հաղորդման չեմ ուզում այս տոնայության մեջ վերջացնեմ։ Ես ուզում եմ այդ գեղեցիկ բաներ ասեմ։ Իմ ջուդերը վայ 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 փարվում եմ վայ 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 փարվում եմ փարվում եմ ես մի չորտար դու գարնան արև Քո սիրով ծաղկեցավ իմ ջուդերը վայ 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 փարվում եմ վայ 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 փարվում եմ փարվում եմ Ես չեմ հավատում, որ կոմիտաս ունեցող ազգը եւ այսպեսի աղջիկ, այսպեսի երկչուհի, այսպեսի սերունդ ունեցող ազգը սենց էշնահատակ կլինի, չեմ հավատում։ Ուղղակի մնացածը մեր կամքն է։ Կուզենանք վերականգնենք, ռեսուրսը կա, հնարավորությունը կա, ձևերը կա, գիտենք։ Կանենք կլինի, չանենք կլինի այն, ինչ որ մենք հիմա ունենք։